Ողջույն բարեկամներ։ Վերջին 5 տարվա մեջ ինչ որ կատարվում է մեր շրջապատում, սկզբից հարձակում Արցախի վրա, հետո հարձակում Ուկրաինայի վրա, հետո հիշում եք հոկտեմբերի 7-ին նախ Արցախի էթնիկ զտում, հետո հոկտեմբերի 7-ին Համասի եւ Իսրայելի մեջ այդ պայմանավորված պատերազմը, որ առասոր շարունակվում է, ընդեղ նույն էթնիկ զտումներով։ Հիմա էլ Իսրայել իրանական այս պատերազմը չեք պատկերացնի ինչ է անում մարդկանց հետ, ոնց է քանդում ու քայքայում հիմնահատակ այն մեր համար թվացյալ այն կարծրատիպերը, որ մենք ունեցել ենք, ես վստահ եմ, դա ոչ միայն իմ մոտ է, շատերի մոտ է դա, այն կարծրատիպերն ու պատկերացումները, որ մենք ունեցել ենք մարդկանց, մեր շրջապատի, աշխարհի, քաղաքականության, կարևորի, անկարևորի նկատմամբ մեծ փոփոխություններ են եւ սիրտ է պետք իրոք այս ամեն ինչին դիմանալու եւ սա միջով անցնելու համար։ Այս իրանական պատերազմը երևի չեմ ուզում ասեմ հերթականն է, բայց երևի հերթականն է, որ գալիս է քանդելու այն տակի մնաց շրանքները, որ ուզում են հավատալ, գոնե լավ, այս մասսան ինքը արդարության համար է, ինքը մարդ է, իր համար էական չի, ռազմական հանցագործի ինչ ազգի է, եթե ռազմական հանցագործ է, ուրեմն ինքը ռազմական հանցագործի է, հանցագործը անկախ ազգային պատկանելությունից։ Այսօրվա մի հատ գրառում կարդացի, ես հիմա առանց անունազգանուն եմ ասում, որպեսզի չանձնավորվի, ոչ թե ես անձնավորելուց եմ վախենում, չէ, ուղղակի մարդիկ, որ նայում են անձին, այդ անձից են կողմ չեն ուզում նույն պրոբլեմը տեսնեն, միանգամից անձնավորում են ու տեղից փչանում է։ Ես ուզում եմ երևույթի մասին խոսել, այսօր ինչ հաշկովս ընկա, որ հայտնի դերասաններից մեկը այս իշխանություններին ոչ թե քննադատում, ասում են ինչ որ կա, պիղծ, այլասերված, այլանդակություն եւ այլն, բառացի չեմ ուզում ցիտեմ, որ մի խոսքով այն ինչ որ կա, անկեղծ ճիշտ ասում, դա ասում են նաեւ մեկ ամիս առաջ, բայց ընդամենը 2 շաբաթ առաջ, ասենք կես արանքում նույն դերասանուհին այդ համալիրում տեղի ունեցած այդ հարսանիքի, դրան կարելի է հարսանիք ասել, այդ հարսանիքի ժամանակ խմում էր Նիկոլ Փաշինյանի կենացը առաջարկում էր խմում։ Հիմա էլի այս ամեն ինչից հետո էլի այս Նիկոլ Փաշինյանը լավը չի։ Ասում եմ, եթե դու ստիպած ես լռում, որտեղ վախենում ես նստել բերդ, բանտ, ուրեմն դու բանտում ես ապրում։ Ես ես նայում եմ իմ ամբողջ շրջապատը, ամբողջ այն, չեմ ուզում ասեմ էլիտան, բայց ոչ քաղաքական մասին, որ իրանք կարծիք եւ հնարավորություն եւ իրավունք ունեն խոսալու։ Բոլորը լռում են։ Բոլորը լռում են, ընդ որում իրենց հույս են տալի, որ իրանք բանտում չեն ապրում։ Կամ լռում են երևի այս ամեն ինչը ձեռ է տալիս։ Լռում են, որովհետեւ չեն ուզում հացը կորցնեն, ինչ որ է, երկուսն էլ զզվել է, երբ որ դու քննադատում ես, հետո գնում ես հացն ես ուտում, հետո գալիս նորից քննադատում ես, կամ չես քննադատում ի սկզբանե, որովհետև վախենում ես հացդ կորցնես, ես չգիտեմ որն է այստեղ համեմատաբար ավելի ազնիվ, երևի երկրորդը, բայց մեկը ինքն էլ ազնիվ չի, որտեղ այտենց է այդ պարագայում է ճշմարտության առաջ մեղքը, իսկ առանց այդ ճշմարտախոս մարդկանց ոչ մի ազգ ինքը չի կարող գոյատևել, ոչ մի ազգ դիմադրություն չունի, դիմադրությունը ճշմարտության մեջ է, դիմադրությունը գտնելու, տեղավորվելու, հաճոյանալու, դրա մեջ չի, դա դիմադրություն չկա, պատկերացնեք, այդ մարդիկ ինչ կոլբայի մեջ լցնում ես, այդ ֆորման է ստանում, նշանակում այդ մարդը ֆորմա չունի, եթե մարդկանց բազմություն ինքը ձև չունի, նշանակում այդ բազմությունն էլ ձև չունի, նշանակում այդ երկիրն էլ ձև երբեք չի կարող ունենալ, այսօր ռուսականը կարող է լինի, թուրքական մյուսը կարող է լինի, չինեմ, պարսկական, հնդկական, պակիստանական, չգիտեմ, բայց սա նշանակում է անընդհատ փոխվել, դավաճանել,
ուծվել, չունենալ սեփական դեմք։ Իսկ մեզ ի՞նչն է պահել այս պատմության ամբողջ այս ընթացքում։ Սեփական դեմք ունենալն է պետք է մեզ։ Եթե դա կորցնում ենք, հա, Հայաստանը նույն ձևի կարող է դառնալ Բելուջեստան, այս վերջերս այդ անունը ընդհանուր ակնկալից մեջ է, դա մեծ նահանգ է Պակիստանում, հա, որը սահմանի վրա Իրանի հետ։ Բազում է Բելուջեստան կա նաև իրանական մասում։ Հայաստանը կարող է դառնալ Բելուջեստան։ Ինչի՞ չէ, մի հատ ինչ որ հեքիաթային անուն է, չէ՞ լսում։ Մենք դες բանը հեքիաթներում ենք լսել, այլ։ Եթե մենք կորցնում ենք մեր դիմազողականությունը մեր դեմքը, մենք դառնում ենք Բելուջեստան ուղղակի։ Իսկ ես նայում եմ մարդ այս ամեն ինչը տեսնելուց հետո ուզում է մատնի իր ասես կաղապարի մեջ, խեցու մեջ, ոչ լսի, ոչ տեսնի, ոչ կարդա, դու հասկանում ես, որ դու մնում ես լրիվ մենակ, խոսքդ էլ դառնում է ձայն բարբարո անապատի, ոչ մեկի, որովհետև եթե դա պետք չի, հակառակ, գուցե խանգարում է, գուցե իրենց անդունդն եմ դրանով ես խանգարում, դրա մասին խոսելով, չեմ թողում հանգիստ տեղավորված ապրեն այս ամեն ինչի մեջ, բայց չխոսես են մարդու սիրտն է կանգնում, բայց չասես բայր սենս կլինի, բա մենք ոնց ենք ապրելու սրանց հետո, բա մենք ոնց ենք սրանց հետո իրավունք վերապահելու մեզ կոչել մարդ, չէ որ մարդը դա մենակ բիոլոգիական ֆունկցիա իրականացնող էակ չի, նա ունի որոշակի արժեքներ, ինքը այդ արժեքների շուրջ է մարդ, եթե այդ արժեքները հանում ես, ինքը մնում է իր բիոլոգիական ֆունկցիաները կատարող ինչ-որ ինչ կենդանի, ուտել, բազմանալ, ու վերջ, դանով վերջանում է։ Երևի հենց այդ մասայի վրա էր հույսը դրել է Հայաստանի վարչապետը, որ այսօր մի հատ բան էր գրել, որ իր ձեռքի տակ է ընկել, հայտնվել 5-րդ դարի բացառիկ փաստաթղթեր, ԱԱԾՆ-ը գտել, համաձայն որոնց հայ գրերի այսպես կոչվող ստեղծող Մեսրոպ Մաշտոցը, ստանալով պետպատվեր Վռամշապուհ թագավորից հայ գրերի ստեղծման համար մսել է այդ գումարը, հա, եւ այդ գրեր ստեղծելու փոխարեն գնացել ուղղակի գողացել է դրանք եթովպիացիներից։ Ցավոք 16 դար պետությունը չի ունեցել պատշաճ գործող հակակոռուպցիոն կոմիտե, ինչը թույլ է տվել Մեսրոպ Վարդանի Մաշտոցին, չգիտեմ ինչ սա վերցել, որ Վարդանի է, նենգաբար կոսկել առերևույթ հանցագործությունը։ Ես հանձնարարել եմ համապատասխան մարմիններին, ես մտածեցի հեսա էլի հանձնարարել է, որ Աբազյանը այդ սատաները գտնի քաղաքում։ Իմիջիալոց Աբազյան, սատաները գտար քաղաքում։ Այս պրի դուրը էլի հանձնարարել քեզ, որ Հայաստանում պետք է սատանաներ գտել։ Գտար դու, թե չէ։ Հիմա էլ հանձնարարում է, որ կաթողիկոս Սահակ Պարթևի հնարավոր մասնակցությունը Այդուբենի խայտարակ ավանտյուրային բացահայտի։ Փաստացի մենք մեզ խաբել ենք 16 տարի շարունակ, օգտագործել ենք չունենալով դրա սեփականության վկայականը կամ եթե կուզեք հեղինակային իրավունք։ Մենք չենք կարող համարել մեզ լիարժեք ինքնիշխանապետություն, քանի դեռ խոսում եւ գրում ենք մի լեզվով, որ ըստ էության մերը չէ։ Սա խնդիր է, որի հետ պիտի առնչվենք եւ տանք համապատասխան լուծում։ Անցնում է, սա գրված է Նիկոլ Փաշինյանի էջին, սկրինշոտը Նիկոլ Փաշինյանի էջից է, այս նույն էջին, որտեղ գրվում է բոլոր այն սեռական պատմությունները սրբազանների քերիների, նրանց կնոջ, հետո մի խոսքով նույն էջն է, ոչ մի տարբերություն։ Ես առաջին օրն էլ որ կարդացի, մտածեցի էջը կոտրում եմ, բացվեց չէ դա ինքն է գրել։ Եվ երկար ժամանակ էսի կար։ Հետո հայկական ժամանակը Նիկոլի թերթը մի անգամից տարածում է, մի անգամից թե մի քանի ժամ հետո, որ սա կեղծ է։ Նիկոլը չի գրել, այսինքն Նիկոլի էջն է կորզել։ Հա, կարող ասեք ամեն ինչ վնասացնել է կեղծ։ Այս բանը որ ուղարկեցին ինչ ջան, ճիշտ ասած, մարդիկ ասում են հասավ Մեսրոպ Մաշտոցին։ Այո, հասավ, ինքը հասնելու էլ է, անցնելու էլ է, բայց այս ամեն ինչից պետք չի նեղվել։ Այս ամեն ինչը բերում է մի եզրակացության բոլոր նույնիսկ Փաշինյան Նիկոլին լուրջ ընդունողներին, որ Փաշինյան Նիկոլի լուրջ ընդունելը նույնիսկ պատմագրության համար, այսը դարել են կանադառնալու,
Ուղղակի մենակ իր նման շիզոֆրենիկը կարա, ասենց ասեմ, Փաշինյան Նիկոլին լուրջ ընդունի, որովհետև այո, այս ամեն ինչը այնքան անլրջեցնում։ Բոլոր հայտարարությունները Արարատի, Մասիսի, պետականության, սահմանադրության մի պետք չէ կան էմոցիոնալ ընդունել այս հիվանդագին դրսևորումները։ Հակառակ պետքա ոգևորել, ինչքան շատ հիմարություն գրի, այնքան հեշտ ասել դուք ոնց եք դուրս վերաբերվում մի մարդու, հա, որը մեր երկաթագիր գրերը, այսօր գրել են Մաշտոցի գրերի մասին, մտածեցի ասի կարող է հայտնաբերելա իրական գրերը եղել են, հա, Նախամաշտոցյան ա եղել, երկաթագիր ա եղել, քարանձավներում ա եղել, իմջելոց ովքեր հետաքրքրված են Իրանի պատմությամբ, խնդրում եմ ինձ մի լավություն արեք, էլի։ Ես մի 10 տարի առաջ մի գիրք էր ընկել ձեռս, որը գրել է Իրանահայ 100 տարի առաջ հայերի գրերի ստեղծման մասին, որտեղ գրված էր մոտավորապես իր հետազոտությունները պարսկական աղբյուրներից վերցված հենց Մաշտոցի եւ հայերի գրերի գյուտի վերաբերյալ։ Ես հիմա չեմ հիշում հեղինակին, ես չեմ հիշում այդ գիրքը ինչ եմ արել, բայց նման բան կա, աշխատություն կա։ Գրողը հայ է, իրանահայ, եւ ապրել ու մահացել է կյանքի վերջը Նյու Յորքում։ Եթե ինչ-որ մեկը տեղյակ է գրականության մասին, ես խնդրում եմ, դա շատ լուրջ աշխատություններ, հա, նախ մեծ ինֆորմացիա կար նախաքրիստոնեական մեր մշակույթի, կրոնի, տառերի, ավանդույթների, հայ-իրանական, սասանել Պարսկաստաններ, հայ-պարսկական այդ մշակութային ընդհանրությունների, հա, բազմես շատ կարևոր գիրքեր ես դա կորցել եմ, հա, շատ շեղվեցի։ Ես մի խոսքով որ տեսա, որ sense ինֆորմացիա ունի, մտածեցի, որոշելա կարող է, որոշելա իրոք գրելի գյուտի մասին, մտածելով որ դանով հարվածելու է ավելի մեծ եկեղեցուն, բայց չէ, տեսա ուրիշ տեղ է տանում, հասկացա, որ սա նպատակը ոչ թե գրելի գյուտն է, հա, այլ ինչքան հնարավոր է Հայաստանին եւ հայ մարդուն իր ժառանգությունը, տեսեք, շատ կարևոր է, ժառանգությունն ու իր աուտենտիզմը, իր յուրինակությունը վնասել։ Սա է դրա նպատակն ու միսիան հայ ժողովրդի այս մեր բոլորի կյանքում։ Այնպես որ նման գրառումներ դեռ լինելու են, ավելի վատ բաներ են լինելու։ Եվ պետք չի կան էմոցիոնալ եւ վատ ընդունել։ Հա, բանը հասնելու է նրան, որ իրենք էլ իրանց ձեռքով ասեն մեր գիժը է։ Ինքը fake է։ Այս որ գրած է fake, կեղծ, այսի գրված ինչի, գրողի մասին է։ Սա իր էջն է, ու այս գրողի մասին է այս կեղծը։ Գրողն է կեղծ, ոչ թե էջը։ Հա, որտեղ սա կարող է լինել հենց առաջին օրը, երբ որ ասում եմ, ես բացեցի, մտածեցի, լավ, որ այսքան տականք չի։ Երևի էջը կորցրել են։ Հետո ինքը հաստատեց, չէ, ես տականք եմ, ես եմ գրել, որ գնա քերական գանդ մի խոսքով, իմ հետ ինչ գործում ես, չեմ ուզում իրան կրկնել։ Այս ամեն ինչը նորմալ է։ Մի բան եթե կա աշխարհում, կեղծ, այդ ինքն է իր շրջապատը։ Գնանք առաջ։ Ու այս ընթացքում այս հոտի քանակն է քչանում, ակնհայտ քչանումը, որոնք մարդիկ հասկանում են։ Սա ասում է ուր են մեզ տանում, ասում է չգիտեմ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Այսինքն այս մարդկանց քանակությունն է քչանում, որոնք հասկանում են, որ չկա ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես զույգ եմ, որտեղ այն ինչ որ կատարվում է մեր բոլորի հետ, դա քաղաքականություն։ Այսինքն երբ որ դու չես զբաղվում քո կյանքով, քո կյանքը արգելի այ ժողովուրդ, այ մարդ, հարազատ, քո կյանքը քաղաքականություն է։ Դու որտեղ կապրես, ոնց կապրես, դա քաղաքականություն է։ Քեզ ով կղեկավարի, թուրքը, ռուսը թե հայը, դա քաղաքականություն է։ Ու դա անպայման պետք է հետաքրքրի քեզ։ Այս ինչի եմ ցույց տալի, որ ասեմ, որ այս քանակն է քիչ պակասում։ Դա իմ զգացմունքներն է, բանը, տպավորությունն է, կարող եմ եւ ես սխալ լինել, գրեք, եթե դուք այլ կարծիք ունեք։ Եվ լավ չեն գրել, որ սա էլ է սխալ, հա, որ մարդը պարզ հայտարարում է, մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանը, Փաշինյան Նիկոլ։ Ինքը ամբողջ կյանքը արդարանալու է։
որոշները ավել, որոշները պակաս, որոշները արժեքավոր են իրենց անարժեք լինելու մեջ, որովհետև մտածելու Սա է ինքը մտքի կատարյալ բացակայություն պետք չի նորից եմ ասում էլի պետք չի էմոցիոնալ ընդունել սա հայտարարություն է որ Հայաստան Արցախը մենք կորցրել ենք որպեսզի գտնենք Հայաստան այսինքն պլանավորած գործողությունների հանցագործությունների շղթայի մասին է ինքը բացատրում այն որ Արցախը դատարկելու օրը ՄԱԿ-ի լսումների ժամանակ եւ որ Հայաստանը ասեց որ դուք այնտեղ էթնիկ զտումներ եք կատարում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ասեց այդպես բան չկա ձեր վարչապետն է ասում որ Արցախում ոչ մեկին ոչ մի վտանգ չի սպառնում հասկանու՞մ եք այս ամեն ինչ եղել է համակարգված սինխրոն sense տրամադրված չի ասում սխալ բառ ասեցի տրամադրված չի պլանավորված ինքը մարդն էլ ասել չէ 18 թվականից է որոշել որ դա Ադրբեջանը ինչի մասն է խոսքը հիմա այո իր համար ինքը չի կորցրել Արցախը որտեղ ինքը Արցախի նկատմամբ իշխանություն չուներ ինքը գտել է տոտալ իշխանություն Հայաստանի նկատմամբ սա այտենց էլ կարելի է վերաբերվել ի վերջո ինչ կարևոր է ինքը ինչա ասում այս ամեն ինչը պետք է վերցնեն պատկան մարմինները գրեն քրեական գործի ձևով դիմեն դատարան ես գիտեմ հիմա ասելու դա օգուտ չկա բայց մեկը չէ՞ որ մենք պատրաստում ենք չէ՞ ես ձեզ խոսք եմ տվել լինելու է հանրային դատ հիմա մենք այդ ուղղությամբ աշխատանքներ անում ենք կներեք որ մեծ արդյունքներ չունենք ցես ցույց տալու հիմա հուսով եմ մեր փաստաբաններն ու իրավապաշտպանները մի քիչ տեղներից շարժվեն ավելի արագ հուսով եմ իրանք լսում են եւ մենք ժողովրդին հիմա ցույց տալու բան կունենանք առնվազն այն հոդվածները որոնցով սա մեղադրվում է կունենանք լսումներ բաց հանրային իմ YouTube-յան ալիքով on-line որտեղ այս մարդը կմեղադրվի ինքը կունենա նաև պաշտպան Արտակ Զենյալյանին այն սև շանը որ բերել են կապեցին այսօր սահմանադրական դատարանում որպեսզի բերեն սահմանադրական կեղծիք անցկացնեն իրանք էլ կարող են հրավիրել ասեն արի քո զոհին պաշտպանի որտեղ դու էլ իր ձեռը բռնած գնալու ես այո անպայման մի խոսքով այս հանրային դատը լինելու է ես այս կարգի հայտարարությունից պետք չի լինել չափազանց էմոցիոնալ վիճակների մեջ պետք է հասկանալ որ ինքը ուղղակի ասում է այդ մասին հայտարարում է իր հանցագործություն կատարած լինելու մասին այսքան բան սա էլ է իր հանցագործ լինելու մասին ասում պատերազմից 5 րոպե առաջ է պա այդ ինչ ինֆորմացիա ունես ինչ պատերազմից 5 րոպե ապակաս բան եք անում ուղղություն եք ցույց տալիս պատերազմից 5 րոպե պակաս չի մի անհանգստացի հետ ինֆորմացիա ուղարկի ասա չանցավ չկարողացա համոզեմ որ պատերազմին 5 րոպե ապակաս մի կրակեք մի հարցակվեք տեղավորենք բանտերում որ մեկի տենք տեղավոր է բանտերում այնքան մարդ կա ստեղ բանտեր տեղավորելու համար որ տենց քաղաքական տեղավորելու ուլներ բանտերում տեղ չլինի հետաքրքիր է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ ասում է որ ձեզ կարող ենք տեղավորել բանտերում եթե տեղավորենք տեղ չէ լինի հիմա ես հարց եմ տալիս երկու տարբերակ կա կամ իրանց վրա քրեական գործ կա ու իրանց կարելի է տեղավորել բանտում ու իրենք ինքն իրավչություն են անում եւ կամային ձևով այս մարդկանց չեն տեղավորում բանտերը կամ այս մարդը անմեղ մարդկանց սպառնում է որ տեղավորի բանտերում հիմա սա քրեական գործ է թե չէ հարց եմ տալի կամ սա հայտարարում է ինքնիավչության մասին որ իրենք որոշել են որ չտեղավորեն չնայած իր բան կա իրանց վրա քրեական գործեր կա կամ եթե չկա այս մարդիկ անմեղ են ինքը սպառնում է այս մարդկանց բանտերում տեղավորելու համար իսկ ինչ վերաբերում է բանտերում տեղավորել բանտերում տեղավորվում են բոլոր նրանք միանգամից ովքեր իրանց պատկերացած իրանց կարմիր լեզվերը անցնում են եւ այսպես հեցի պետականացումը սկանդալ կդառնա ժողովուրդն ոչ մի սկանդալ չի դառնա հա որովհետեւ Հայաստանում ինչ էլ կատարվի մեկը դեսպանությունները գրելու են որ
իրանք ոչ մի բան չեն տեսնում, թե ռուսական, թե ամերիկյան, հա։ Իսկ այն մարմինները, որոնք մշտական գրել են, որ Հայաստանը համակարգային կոռումպացված երկիր է, մեկը գրելու է, առանձնապես սկանդալ չի լինելու։ Ինչ սկանդալ։ Հայաստանը երբեք չի եղել քաղաքական այն միավորը, որ ասենք այնտեղ մի հատ սկանդալ լինի մի հատ խախտման համար։ Բացարձակապես Հայաստանի նայում են որպես մի հատ տարածք, որտեղի ուղղակի պահում են, որ ժողովուրդը ինչ-որ մի կերպ ապրի։ Դա սկանդալ չի, բացարձակապես։ Ուղղակի սա նշան է բոլոր գործարաններին, որ ցանկացած ձեզանից ցանկացածի բիզնեսը կարող են խլել։ Հիմա սպասում եմ մեծն լֆիկը իր քավոդին փրկելա թե չէ։ Հիմա սա պետքա ասի իր քավոդին փրկելու է թե չի փրկելու։ Թե ասենք բանի օրինակ Նիկոլի ասածով, հա, սաղի կուղարկենք բան, ձեր ասած կվերցնենք, խլենք, կպետականացնենք, հələ փորձի մեկի իմ ասածը չանի։ Այս օրինակներով հիմա էլ է լֆիկը տեղավորվելու ու միջև տեղավորվելա։ Թե ինչ։ Իմ կարծիքը անշուշտ տեղավորվել է, ոնց կարող է Հովիկ Աբրահամյանը չտեղավորվեց, վախից իշխանությունը կորցնելու վախից շելավ Սարոկյան Գագոյի դեմքին թռավ, ասեց Սերժին, արա ինչ ես բանը գլուխ դնում, մուրշնելա ձեռդ, մեղնելա ձեռդ, տեղում իրա խնամուն, իրա թորնիկի պապիկին տեղում ուրացավ։ Սրանք բոլորը աշխարհում ամենաշատ որ սիրում են, նվիրված են, դա ոչ թե քավորն է, ընկերն է, բարեկամն է, դա փողն է։ Ես գարանտիա եմ տալի, դուք լֆիկի ձենը չեք լսելու, բացարձակապես։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա մի քիչ ուզում եմ սա մասին անպայման խոսենք, թե ինչա կատարվում, հա։ Այս էլ խոսենք 3 տարի առաջ, չէ 2 տարի առաջ, այս օրը Միշիկը, Միքայել Մինասյանը ասեց, բացահայտեց, որ սա ահացան գործակալ է։ Օմեգա ծածկանումով։ Դրեցին դեմն, ասեն, ես դու չես արա ստորագրի, ասեց հա։ Դե ինչ ես ասում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ահացան գործակալ է։ Արտաքին գործը, դրանից հետո նշանակվեց արտաքին գործերի նախարար։ Հայաստանում ԱԱԾ որպես այդպիսի առանձին կառույց գոյություն չունի։ Դա FSB-ի, մեր պատկերացումներով ռուսական KGB-ի ֆիլիալն է։ Նույնիսկ միասին իրանք ստեղծման օրն են տոնում, չգիտես ինչի դարձել է 120 տարեկան։ Այսինքն Հայաստանի պետականությունը ընդամենը 35 տարեկան է, բայց Հայաստանի KGB-ն, Հայաստանի KGB, Հայաստանի ԱԱԾ-ն, ասենց ասեմ, որ իրականում Ռուսաստանի KGB-ն է, 120 տարեկան է։ Սյուրա, չէ՞, աննորմալություն է, չէ՞։ Այսինքն Ռուսաստանի KGB-ն, որը Հայաստանում իր մասնաճյուղն ունի իր ագենտները, որոնցից մեկը սա է, ու որը ներկայացնում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Հայաստանի բոլոր ուժայինները ուղղակի ենթարկվում են Ռուսաստանին։ Դա լիներ KGB-ի պետը, հիշում եք երևի։ Բանը Աբազյանը պատերազմի այդ հրադադարից հետո երկու-մեկ թռնում էր Մոսկվա։ Ոնց որ գործի գնար։ Երկու-մեկ, դա սա փաստեր է, ես ինձանից ոչ մի բան չեմ հորինում։ Փաստեր է, ծայրից ծայր։ Այն ինչ որ կատարվում է Հայաստանում, ով պետք է մնա իշխանության, ով պետք է վերահսկի, ով պետք է ենթարկվի, ով որտեղ պետք է աշխատի, ուղիղ թելադրվել է մանրամասն ուժայինների եւ քաղաքական մասով, ուղիղ Մոսկվայից, եւ ոչ մի բան չի փոխվել։ Ոչ մեկ թո չմտածի, որ հիմա կասեն, չէ, սրանք թուրքական են։ Սրանց թուրքերն է փող տալի, ռուսները փող չունեն, բայց բոլորը ռուսական կոնտրոլի տակ։ Ինչ է կարծում Սերժիկ Սարգսյանը, որ ստեղծում է սրանց։ Սրանք գրանցվել են Սերժիկ Սարգսյանի օրոք 2013 թվականին։ Երբ որ Հայաստանում բոլորը հասկացան, որ ընտրություններն անիմաստ են, այդ Ռաֆի ընտրություններից 13 թվականին, հենց այդ ժամանակ սրանք ստեղծեցին Իմ քայլը։ Ով ստեղծեց, ով տարամցրեց պարլամենտ։ Սերժիկ Սարգսյանը, ով է սրանց հովանավորում, հələ այն բանը Իշագուլյանն են, Գառնիկն են, ասում էր, որ սրանք թուրքերից էին փող ստանում, Թիֆլիսից բանով, սպորտային պայուսակներով փողեր էին բերում։ KGB աշխատողը, իրանք գիտեին այդ ամեն ինչ իրաց կոնտրոլի տակ էր, իրանք էլ բերեցին իշխանության, իրանք էլ գիտեն ով է Ռուբեն Ռուբինյանը, ով է սա, ով է Ալենը, մի խոսքով իրանց համար ոչ մի գաղտնիք
Չկա, այս իրանց ագետներն են ուղղակի ասում են, փողը ծախսներից է գալի։ Որովհետև հիմա Հայաստանը տրանսֆերի մանում է, դաշտում է դեպի Թուրքիա։ Եվ այս ամեն ինչ որ կատարվում է, պետք է հասկանաք մի բան։ Սա չի կատարվում Ռուսաստանի ցանկությունից դուրս։ Ինչքան էլ ուզում է Զախարովան հիմա այնտեղ ղժղժա, որով մեզ Սամվել Կարապետյանի ձերբակալել են, ղժղժալու պատճառ չկա։ Սա այն ֆոնն է, որ իրականացվեց 2018 թվականին։ Հիշում եք։ 2018 թվականին միջև իշխանության գալը մի գիշերվա մեջ Փաշինյան Նիկոլը փոխեց իր ամբողջ արտաքին քաղաքականությունը։ Մեզ տանում էր դեպի Եվրոպա, մի գիշերվա մեջ փոխեցին, ասում եք ատոմից դուրս չեն գալի։ Բայց արդեն համարյա իշխանությունը 5 րոպե մնացել։ Տեր Սարգսյանը հրաժարական էր տվել։ Այսինքն ժողովուրդը չէր ասել, ոնց եթե չես գնում Եվրոպա, գնա մենք չեք ուզում, Սերժիկ դու մնա։ Չէ, Սերժիկն արդեն գնացել էր։ Սա նույն բանն է։ Ու դա ինձ հետո միջև հիմա Նիկոլ Փաշինյանին հեր, մեր, վիժված, իշուցնուն, շանտաղա, то չգիտեմ, Սորոսյա, ինչ ասես ասել են։ Իրանք բերել են, իրանք էլ ասել են։ Ոնց որ հիմա իրանց նույն բաներն ասում են, սրանք քպեականները Քոչարյան Ռոբերտին նստել են, ինչ ասես ասում են։ Ինչ ասես։ Քոչարյան Ռոբերտն ու շադիր նստած լսում է, որտեղ իրան դրան բան են պահում։ Եթե մեկի համար Քոչարյան Ռոբերտը դառնա հեղինակությունը, ես ուզում եմ ասես նայեմ աչքերին, ասեմ։ Լուրջ քո համար հեղինակությունը մեկը, որին ամբիոնից կանգնում ասում են համբալ, ու ապացուցում են, որ ինքը համբալ է։ Ու ինքը այդքանից նստած մնում է, եթե դա է ձեր հեղինակությունը, շնորհավորում եմ ձեզ, դուք ջեքփոթ եք կրել։ Մի խոսքով, ի՞նչ է հիմա։ Սա նույնն է, ինչ որ 2018-ին։ Հիմա Փաշինյան Նիկոլին ուղարկում են Թուրքիա, այնտեղ պետք է մի բան ստորագրի, որ մենք հենց չգիտենք ինչ է։ Հետևից պատրաստ է Սամվել Կարապետյանը։ Կանգնած։ Այո, այն ինչ որ կատարվում է Սամվելի նկատմամբ անօրինական է, որպես մենք մարդ ասել, օրենք սիրող մարդ, դա ասում եք, բայց հասկանում եք մի բան, որ Օմեգան եւ իր տերերը, որոնք համատեղության կարգով Նիկոլի տերերն են։ Եղբայր, իրանք են բռնողն ու բաց թողողը, ոչ թե Փաշինյան Նիկոլը։ Ոգիստեղ իմենա, եթե հանկարծ պետք է այս վիճակը դուրս գա կոնտրոլից ստորագրելուց հետո Հայաստանում, որ իրենք ունենան միանգամից տեղում այս ամեն ինչը խլողները, մուչինիկները կան, ավտորիտետները կան, ամբողջ ռեսուրսները ներդրած այնտեղ, բոլորն եկել են, հա, եւ ոսնես նայում եք քաղաքական դաշտում ով է հակառակելու Սամվել Կարապետյանին, անկեղծ դերեք միասնից մտնեք այսօրվա վիճակով։ Իհարկե չի նշանակում, որ ժողովուրդը գնալու է ընտրի Սամվել Կարապետյանի վերջը, բայց որ Նիկոլի մենք չենք ընտրել, բերեցին ասեն այսօրվա ձեր հերոսն է, էսա ժողովուրդն էլ ընդեղ ասեցին, վերջ մեր փրկիչն է, նախկիներին չենք ուզում, էսա մեր փրկիչը, դες գնաց։ Նույն բանը սցենարը կրկնվելու է այս անգամ էլի։ Կարող է եւ չանեն, եթե նույնիսկ Հայաստանը այնտեղ հանձնի Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ ինչ ձևերով, եւ Հայաստանում ոչ մի բան դուրս արտակարգ իրավիճակ չլինի եւ անհրաժեշտություն չլինի Նիկոլ Փաշինյանի շպրտել դուրս, Սամվել Կարապետյանը 2 ամսից հետո դուրս կգա բանտից, հայ էլեկտրական ցանցերն չի պետականացի ոչ մի բան չի տաշի պիցանեք սկսի աշխատել եւ այլն, սա այն վիճակն է, որ զապաս պահած է Նիկոլ Փաշինյանի թիկունքում, որ հենց մի բան փոխվի, հեսա կա վարչապետներ կա, ռեսուրսներ կա, մոտիվացիաներ կա, ժողովուրդներ կա, զզված ամեն ինչից, հա, նույն 18 թիվն է։ Գյորգյան, մակասեք, բա դու ո՞նց ես Սամվել Կարապետյանի համար, ինչի ես դարդանում։ Սամվել Կարապետյանը այն ինչ որ կատարվում է իր հետ, սա կարող է կատարվի ցանկացած մարդու հետ։ Անկախ նայած ինքը այս քաղաքական ծրագրերի մեջ կա, թե չկա։ Իմ ու իմ նմանների կռիվը հենց դրա մեջ է։ Իմ ու իմ նմանների համար օրենքը հոտ չունի, գույն չունի։ Ինքը գրված է եւ դա պետք է իրականացվի։ Գիտեք ինչի, որ մենք լավ երկրում ապրենք։ Թե դրա հետևում կազմակերպված է, դա կազմակերպված չի։ Մենք չենք կարող, եթե կազմակերպված է, ենթադրելով որ սա կազմակերպված է, տարու դատի, տարու սեփականած զրկի, ինչ ուզում ես արա։
Ինչ ուզում ես արա, որովհետև կազմակերպած է, հասկացաք, մյուսը ինչն է, մենք դրա մեջ չենք կարող մեզ թույլ տալ մտնել։ Այդ դեպքում հարցը ո՞նց է, մենք հո չենք գնալու էլի դառնանք ռուսական գուբերնիա։ Դե հիմա ասենց է հարցը դրած։ Եթե չենք ուզում դառնանք թուրքական եւ չենք ուզում դառնանք ռուսական, պետք է մերը ստեղծենք։ Մերը ստեղծենք։ Հիմա դե արեք նայենք քաղաքական դաշտում ով ինչ է ներկայացնում։ Ինչ կա, ինչ խաղացողներ կան իրենց կշռով հանդերձ, կշռով։ Իդեան չեմ ասում, կշռով։ Այսօրվա վիճակով որ այնտեղ մի բան լինի, այստեղ տեղում իշխանություն խլեն գետնի վրա, դա չկա։ Չկա։ Բոլոր ռեսուրսները Սամվել Կարապետյանի ձեռնը, Ռուսաստանի ձեռնը, մեդիաները իրենց ձեռնը, իրանք են երևում, իրանք են այս ամեն ինչը խաղացնում, կոպիտ ասած։ Բայց չէ՞ որ sense փողոցում բռնելով իշխանություն չեն գալի։ Հետո լինում է ընտրություններ, չէ՞։ Այ հենց ընտրությունների ժամանակ մենք կարող է շանս ունենալ ազգային արժեքներ եւ նպատակներ ներկայացնող տեխնացու, որը պարտական չի լինելու Ռուսաստանի կամ այլ կենտրոնի։ Հարցը Սամվել Կարապետյանի անձը չի, Կարեն Կարապետյանի անձը չի։ Ես չգիտեմ իրանցից ում են նշանակելու։ Հարցը դա չի, կամ կարող է նշանակել։ Անձնական ոչ մի խնդիր այնտեղ չկա։ Հարցը դու ում ես պարտական քո կարիերայով, քո գումարով, քո քաղաքական կարիերայով եւ ով է քո տանիքը, հա։ Դու ում պետքա զեկուցես։ Սա է խնդիրը։ Սա է խնդիրը, ոչ թե այ Սամվել Կարապետյանը կամ Կարեն Կարապետյանը իրանք անգրագետ են կամ չէ, նման բան չի կարելի, անգրագետ լինեին, այս սա ինչի չեն ունենա։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ այստեղ նույնիսկ համեմատելու եզրեր չկա։ Համեմատելու եզրեր, այն ինչ որ ես վիժվածք ունենք մենք, չկա։ Հիմա մեկի ամասակ բավադար, աման ոչինչ թող ինքը լինի լավ է, ես իրեն էլ ասելիք չունեմ։ Ամեն մեկ ինքն է պատկերացնում, ինքը ինչ երկրում է ուզում ապրի։ Ես ուղղակի գիչ ավելի լավ եմ պատկերացնում։ Ոչ իրանք ավելի վատն են, չէ, ուզում եմ իմ ղեկավարը, իմ երկրի ղեկավարը ոչ մեկից կախվածություն չունի այն աստիճան, որ իր քաղաքականությունը հարմարացնի ստիպված այդ կենտրոնին։ Պատկերացեցիք։ Հիմա ես բանը աբսոլյուտնիկ չեմ, որ ասեմ, բացարձակապես անկախություն, չէ, անկախություններն էլ իր սահմաններ ունեն։ Կա որ դու համագործակցության մեջ ես, կա դու որ այսա նման, այս որ ես վիժվածքը կա, ֆուլ կախվածության մեջ ես, թե ինչ կուզի Ալիևը կամ ինչ կուզի Էրդողանը։ Որտեղ ինչ ուզի Ալիևն ու Էրդողանը, Մոսկվա մեկը դաբրոտ տալիս է, ինքս դե ոչ մի բան չի անում, բացի վերահսկելուց։ Ոչ մի բան։ Բացի իր ամեն կոնտրոլի տակ է գնում։ Սա հայտարարություն է, ճիշտ է, ճիշտ է։ Ամեն դեպքում սա է որ ես ինչքան ժամանակ է ուզում էի թե Սամվել Կարապետյանի հետ կապված, թե Փաշինյան Նիկոլաս բանի այցի հետ կապված, մեզ բերելու են անես ծայրահեղ աստիճանի կանգնացնեն Անկարայում Նիկոլի ձեռքով։ Որ տեսնեն մենք էսի հանդուրժելու ենք, թե չէ, հենց զգացին չենք հանդուրժում, տեղում փոխելու։ Սա է լինելու մոտակա մի քանի օրերին։ Ես հիմա ուզում եմ մի քիչ այսօրվա մեր քաղաքական բանից խոսենք, ուզում եմ բան լսենք Արամ Մանուկյանին։ Բայց ձայն չկա։ Ինքը կողմ է կուսակրոնությանը եւ դատապետում է բոլոր այն զինվազաններին, ովքեր խախտել են այդ կուսակրոնությունը։ Հայտարարում եմ, որ եթե եկեղեցիականների մի մասը չխախտային կուսակրոնությունը, ԿՊ-ի շատ մարդիկ կամ որոշ մարդիկ այսօր ուղղակի աշխարհ չէին գա։ Այդ կուսակրոնության խախտման արդյունքում է, որ ԿՊ-ական որոշ անդամներ այսօր աշխարհ են եկել։ Համաձայն եմ, բայց նաև տեղ համաձայն չեմ։ Ես կարծում եմ իրանք աշխարհ չեն եկել, իրանք առաջացել են։ Հա, եթե մեկն էլ կուսակրոնությունը խախտել, ինքը դե կուսակրոն քահանանել է, չէ՞ մարդ։ Չէ, սրանք մարդուց չեն առաջացել։ Սրանք ինչ-որ ուրիշ բանից են առաջացել։ Ուներ թե կուսակրոնությունը խախտելու արդյունքում սրանք առաջացած են։ Ես հասկանում դուք ինչ եք ասում։ Սրանք իրենց սեփական չգիտեն հերնով է, նույնիսկ։ Սրանց մեծ մասը ոչ հեր ունի, ոչ մեր ունի, եթե գիտեն շատ կասկածում է դերից առաջացել թե չէ։ Որովհետև ոչ մի ընտանիքից, նորմալ ընտանիքից դուրս եկած մարդ, հա,
որ իր համար կարևոր է իր հոր հիշատակը, մոր հիշատակը, հեղինակությունը, բան, այս ամեն ինչի մեջ չէին մտնի։ Պարզա չէ, որ սրանք առաջացել են։ Հա։ Բայց հետաքրքիր կլինի մի օր ավելի հստակ ինֆորմացիա ունենալ, թե Պավել Մանուկյանը ում ի նկատի ուներ։ Եվ այս ցավոտ օրերին, երբ որ Փաշինյան Նիկոլը պայքարում է ցեղասպանության դեմ, մեր ընդհանուր ճանաչության դեմ, Իսպանիայի 42-րդ քաղաքը Ալկասեր ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Այս Նիկոլ Փաշինյանը աշխարհով մենք գոռում է, որ մենք գնում ենք խաղաղության, որ մեզ պետք չի, մասից պետք չի, ցեղասպանություն պետք չի, մենք նույն ցեղասպանության օրը չենք նշում, չենք խոսում այդ մասին, պահանջ չունենք, բան մեկ էլ Իսպանիայում 42-րդ քաղաք, ասում 41-ը ճանաչել են, սա 42-րդն էր արդեն, Ալկասեր ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Ոյակապ։ Սա պրոպագանդիստների վիճակը շատ վատ է։ Ես ամեն օր խոսում եմ սրանց մասին, որովհետև իմ թիրախատ Փաշինյան Նիկոլը չի, ես եկել ասի Փաշինյան Նիկոլը ընդգծված թշնամի է։ Դու չես ոչ մի բանում մեղադրես։ Ինքը իր թշնամական գործողություններն անում։ Միջալոց իմ Facebook-ում, չէ, YouTube-ում ես հարցում եմ դրել, վերջին ցույց կտամ։ Հա, մի ժամ առաջ եմ դրել, վերջին ցույց կտամ, թե ինչ քվեարկության արդյունքներ կա։ Հարցը սենց է։ Փաշինյան Նիկոլի գործողությունները ում շահից են բխում Հայաստանի Հանրապետության թշնամու երրորդ տարբերակին եմ տվել։ Ոչ մեկի, ինքը ուղղակի հիվանդ է։ Դե մարդկա վստահ է, չէ՞ որ հիվանդ է, ինքը թշնամի չի։ Դա բան եմ տվել իրանց ընտրել։ Ամեն դեպքում Փաշինյան Նիկոլի վիճակը ինչով է ծանր, որովհետև ինքը զրկում է իր սազանդարներին խոսելու, իրեն արդարացնելու հնարավոր բոլոր միջոցներից։ Բայց կան Խաչատրյան Տիգրանի ականջակի կան մարդիկ, որոնք ոչ տենում են, ոչ լսում են, այս էս վիճակավորն են, ոչ տեսնում են, ոչ լսում են, ուրիշ բաներից են խոսում։ Ուրիշ ինչից ասես խոսան, բացի սա հանցանքներից։ Բայց դժվարանում է։ Եվ ինչ է ասում Թուլա Թակոբյանը, որ Փաշինյանը նույն մարդու, նույն թեմայի շուրջ արտահայտել է 10 կարծիք բոլորը միմյանց հակասող։ Սա դետեմ ասեմ, դժվարանում է իրաց գործը։ Դժվարանում է ինքը ինչով է անհանգստացած, որ ապագա պատմագրության համար սա դժվարություններ է ստեղծելու, թե օրինակ ինչ դիրքորոշում ուներ Հայաստանի կառավարությունը կամ Հայաստանի վարչապետը, ինչ դիրքորոշում ուներ։ Ոչ մի դիրքորոշում։ Կախված դու որ օրը, որ ժամին եւ ով այդ հարցը տվեր։ Ըստ դրա այդ դիրքորոշումը կա։ Նույնիսկ նրանք են հասկացել, որ չկա, ապագա չկա ապագայի հետ։ Կարող է սա վերջական բան չի, վերջական եզրակացում չի, եզրակացություն։ Տեսնենք ինչ է կատարվում Երևանի փողոցներում։ Սա այդ կորածների և զոհվածների ծնողներն են։ Ու էլի գալիս են, առնչվում են Փաշինյան Նիկոլի բութ գործիք Ենիչերիների հետ։ Լավ այսօր գոնե մազերից բռնած չեմ քաշքշում։ Խոսքս էլի ուզում եմ ուղեմ սրանց, տեսանային հետո ասեմ էլի։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը ինչ կոչ է անում։ Երեխա եք ունեցել, մահացել է այդ երեխան, անհետ կորել է իմ մեղքով, որտեղ տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատարն էր։ Եվ այդ գերագույն գլխավոր հրամանատարի կեպ կանգնելով չի մենակ, այդ նաև ունի պատասխանատվություն։ Հիմա այդ մարդը այդ պատասխանատվությունից խուսափելու համար ասում է, դե համարեք այդ երեխան չկա, դու գնացեք ձեր մյուս երեխաներով զբաղվեք, տենց հեշտ է, հա։ Այսինքն երեխա կորցնել այդքան հեշտ բան է։ Մենակ դա չէր ասում են ուրախացեք։ Իրանք ապագայի համար են զոհվել, իրանք Հայաստանի անկախության համար են զոհվել։
ասում են ուրախացել։ Ես ուղղակի չեմ հասկանում այս մարդկանց տրամաբանությունը։ Եվ ասել է գնացեք ուրիշ երեխաներով զբաղվեք, մոռացեք այս մյուս երեխաների մասին, հիմա իրանք չկան։ Բաց պետք է պատասխան տա։ Բռնել եք բոլորին դավաճանության համար, չգիտեմ, տարբեր հոդվածներով դատարաններ եք տանում բերում։ Ոչ մեկի դավաճանությունն եք կարողանում ապացուցել։ Ոչ մեկի համար կարողանում եք որևէ փաստարկ բերել։ Ոնց բերեն։ Ոնց բերեն իրաց վրա բաները դուրս գալու։ Բա պետք է հարց առաջանա, բա քո հրամանը ով ա տվել, էս, բա քո հրամանը ով ա տվել, դու միցե ստացել հրաման։ Վերջը բոլոր թևերը գալու են, հոպա։ Գան կանգնեն Նիկոլի վրա։ Իմ ջերս Փաշինյան Նիկոլ։ Այն Սոնայի Մնացականյան որ սպանեցիք փողոցի վրա։ Միջև այսօր այդ խոսակցության ձայնագրությունը չկա։ Ես արդեն գիտեմ ինչի չկա։ Ես արդեն հասկանում եմ ինչի կարա չլինի այդ հանցագործությունը։ Պատկերացնում եք Շարասունը խփում է մարդը խփում սպանում փողոցի վրա։ Ու ինչ եք կարծում, այդ մեքենան քշողը ինքը չի զեկուցել։ Առաջին միանգամից որ կանի զեկուցել է, որ sense բան ա եղել, չի կարա չզեկուցի։ Զեկուցել է, ինչ եք կարծում, ում որ զեկուցել է, այդ ում ա զեկուցել։ Բնականաբար Փաշինյան Նիկոլին։ Հասարակ օրինակ բան կանգնենք, չկանգնենք, ինչ անենք, sense բան ա եղել։ Ու այդ սա խոսակցությունները, զեկուցումները, կարծիքները, այդ ամեն ինչը ձայնագրվում է, այդ ձայնագրությունները պետք է լինեն։ Ու ես վստահ եմ ինչի չկան, ոչ թե որ զեկուցվել է, թե չի զեկուցվել, չէ, թե զեկուցների ժամանակ Փաշինյան Նիկոլը ինչ է ասել իրանց։ Այդ սպանված խփված այդ երեխու մասին։ Կանգնեն, չկանգնեն, դրա համար է կորել այդ ձայնագրությունները։ Բայց Փաշինյան Նիկոլ վստահ եղի այդ ձայնագրությունները եթե չլինի, այդ խփածները կան, իրենք են ասելու։ Իրենք են դատարանում արդեն ստիպած, որ քո վիզա օլորենք դնենք բանտում։ Իրենք են ասելու, որ մենք զեկուցել ենք։ Այո դժբախտությունները զեկուցել ենք իր շեֆին։ Շեֆը զեկուցել է Նիկոլին։ Հետո շեֆն էլ ասել է Նիկոլյան ինչ է ասել։ Ինչի չեք կանգնել։ Գոնե այդ մարդուն օգնելուց։ Ինքը հասկանում է, որ ես լսեն, ես ինչի եմ ասել։ Քշե գնացեք արա։ Ասենք, ես մեղմ տարբերակն եմ ասում։ Որը իրականում այդպես էլ եղել է, իրանք քշելու գնացել են։ Բայց դե ո՞նց է ասել դա, ինչ է ասել։ Այդ ձայնագրությունը ջնջատած չկա։ Այսինքն մենակ այն հանգամանքը, որ իրանք քշե գնացել են, դա ասել է Փաշինյան Նիկոլը, ուրիշ ոչ մեկը այդպես հրաման չէր կարող տալ։ Հենց դրա համար էլ այդ ձայնագրությունները չկա։ Դու հասկանում ես քո վրա ինչքան հոդվածներ կա, Փաշ։ Հնչի վախ։ Սերնդեսերուն դուք դատվեք, ցմա նստեք, օրական 10 անգամ կախեն, դուք չեք կարող այդ մեղքի տակից դուրս գալ։ Վերջը այս երեխաները ինչու չկան։ Ուր են։ Եթե չկան գոնե այս մարդկանց վերջնականապես կանգնեք ասեք ձեր երեխաները չկան, չեն լինելու, հաշտվեք այդ մտքի հետ։ Այսինքն դուք ոչ մի պատասխան չեք տալի 5 տարի տանում, բերում, լավ ինչքան կարելի է, այս մարդկանց հոգեվիճակի մեջ էլ չէ պետք մտնել։ Ես ոչ մեկին ես չեմ ուզենա այս այն վիճակում լինեն, ինչպես նույնիսկ մեկ որ բան եմ լինում, բարկանում եմ, հետո ես իմ բարկացածի վրա եմ բարկանում, որ դու ոնց կարող ես նույն բանը սրանց ցանկանալ։ Բայց ես չգիտեմ, սրանց ես չեմ ցանկանում, սա պետքա լինի սրանց նկատմամբ, որ բալանսը վերականգնվի։ Բայց այն ինչ որ այս անհետ կորածների ծնողներն են քաշում, ես ոչ մեկին չեմ ուզենա սա։ Ոչ մեկին։ Բայց մեծ եմ կարողանում, այդ ուզենամ թե չուզենամ լինելու է, բալանսը վերականգնելու համար։ Այսօր ասում են էլի սկսվել է խոսակցություն բանալ։ Բանակցություններ Ամերիկայի ու Իրանի միջև, բան ցածր մակարդակի, ոչ թե բարձր մակարդակի վրա, էլի ինչ որ մի բան են ուզում էլի հասկացնել։ Իրանը միշտ ասում է, աղբյուր ջան, միջևը ասում է, կանգնացեք պատերազմը, արեք, մտեք, նայեք ինչ ուզում եք։ Կանգնացեք պատերազմը։ Եվ ինչ է ասում Թրամփը, լսեք ինչ է ասում։ Amongst all of you in the media regarding the president's decision making and whether or not the United States will be directly involved. In light of that news, I have a message directly from the president, and I quote,
Based on the fact that there's a substantial chance of negotiations that may or may not take place with Iran in the near future, I will make my decision whether or not to go within the next 2 weeks. Ինքը դեռ երկու շաբաթ ուզում է որոշի մտնի պատերազմի մեջ, թե չմտնի։ Երկու շաբաթ եթե սա երկարեց այս պատերազմը, երկու շաբաթ։ Դա նշանակում է, որ առնվազն կեսը շինությունների ինչ որ գոյություն ունի Իսրայելում, ինչ եմ ասում կեսը, որովհետև ինչ այսօր բան է, հացույց են տալիս նախադասությունս ոնց վերջացնեմ, ոչ ճիշտ։ Լավ, առնվազն շինությունների կեսը բանում Թել Ավիվում չի լինի, իսկ Թեհրանում կարող է ասենք մի 10 անգամ ավելի շատ լինեն կորուստները, բայց Թեհրանի համար այդ ամբողջ մեծ ինչ ասեմ քաղաքի համար, Թեհրանը մենակ ավելի մեծ է, քան ամբողջ Իսրայելը, ձեզ ինչ ասեմ։ Իսրայելից մեծ է Թեհրանը։ Եթե նույնիսկ 10 անգամ ավելի շատ վնասներ տա իսրայելական զենքերը, հա, Իսրայելի վրա այդ կորուստները շատ ավելի շատ է լինելու։ Երկու շաբաթ, այսինքն Թրամփը սպասում է տեսնի ոնց է ավարտվում այս ամեն ինչը, որ նոր որոշի։ Սա մահացու որոշում է Նետանյահուի համար։ Մահացու։ Մի քիչ եմ ուզում այս մասին խոսեմ, որովհետև այստեղ է սա նստած, այն սկզբից որ ես ասեցի, այս պատերազմներն ինչեր է փոխել։ Տեսեք, ես ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 3 տարի է, համար ամեն օր մեր բոլոր հարցումների վերջում անպայման ես անդրադառնում եմ ինչա կատարվում ուկրաինական ճակատում, հա։ Հետևում եմ, լսում եմ ուկրաինացի տարբեր վերլուծաբանների բան լսում եմ։ Այս 4-5 օրը չեմ լսում ոչ մեկին։ Գիտեք ինչ բացահայտեցի։ Շատ ցավալի, որ Պուտինը վատնա հանցագործա, որովհետև ասենք իրենց վրա է կրակում։ Այ եթե Պուտինը կրակեր Իրանի վրա, Պուտինը վատը չէր։ Տեսեք, երկուսն էլ Նետանյահուն էլ Պուտինն էլ ճանաչված են նույն դատարանի կողմից, նույն գործողությունների համար ռազմական հանցագործ։ Ճանաչված։ Ուկրաինան ցնցում ու աջակցում է ռազմական հանցագործ Նետանյահուի, բայց նույն հանցագործությունների համար դատապարտված մեղադրված Պուտինը իրենց համար բան, հրեշ։ Նետանյահուն լավն է, էսի հրեշ է։ Էլ չի լինում լսել։ Որ սենց timeline-ը սենց վիդեոներ նայում, հասկանում ես, որ բան չկա, լրագրություն, վերլուծաբան, չէ, սա պրոպագանդա է։ Պրոպագանդա, թե ինչ արեց Իսրայելը Թեհրանում։ Անից կոտորում է, այս շենքը քանդեց, հեռուստատեսությունը խփեց, այս նավթաբազային խփեց, այս։ Սրանք գիտեն, նավթաբազային խփելով Իրանի նման 90 միլիոնանոց երկրի մի հատ նավթաբազա պայթեցնելով այդ իրանը հանձնվելու է, ու դա քաղաքական իմաստով հսկայական փոփոխություն է ունենում դեռ, էլի։ Այս պատերազմը իրանք չեն էլ հասկանում ուկրաինացիները, կամ հասկանում են իրենց ապուշի տեղ են դրել կոպիտ ասած։ Այս պատերազմը օգնեց մենակ մի հոգու։ Դա Պուտինն էր։ Որովհետև 20,000 հրթիռ, հակաօդային հրթիռ, որ պետքա գնար Ուկրաինայի, նախորդ միջև պատերազմը սկսելը գնաց Իսրայել։ Դե հիմա ասեք ինչի։ Եթե Թրամփը չգիտեր, որ պատերազմա լինելու 20,000 հրթիռ նախատեսված բանի Ուկրաինա բանի չի գնաց Իսրայել։ Դե թող իսրայելցիներն ուրախանան։ Ոչ միայն իրենց զրկեց օգնությունից, իսկ եթե իրանք քիչ են օգնություն ստանում, ստեղ ուժեղանում է Պուտինը։ Ստեղ ասենք իր հնարավորություններն է մեծանում եւ ասենք իմ նման մարդիկ արդեն սկսում են հանգիստ նայել այս կոտորածին, ափսոսելով։ Նույնց եմ ասում, ես ռուսներին էլ եմ որ գնում այնտեղ կոտորվում են զինվորներ։ Դրանք էլ են ափսոս։ Նույնիսկ եթե վերջի հանցագործներ, որոնց ասենք բանտերից ազատել են, ասել են գնա մեռյալը։ Այն կոտորվող ժողովուրդն էլ այնտեղ ափսոս։ Բոլորն ափսոս են, որոնք ուղակի ընկել են այս մի բանի մեջ, շրջապատույտի մեջ, որ ատելությունը բթացրել է բանականությունը։ Ատելությունը բերել է նրան, ոնց ասեմ, որ ստանդարտներ չկա։ Իմ ու քոնն է։ Եթե այս մարդասպանը, բայց իմ նկատմամբ չի դա անում, կարգին տղա է։ Վերջ, կարգին տղա է։ Գիտեք, եթե իրանց շատ էր պետք ասենք Իրանին
տեսեք, բանը ասում է, Շվեյցը շատ հանգիստ ասում է, ես Իրանի չեմ բանանում, Իրանը ցավը, որտեղ ինքը օգնում է Ռուսաստանին։ Բայց ինքը ոչ մի բան չի կեղծում, ոչ մի բան ոգևորված չի պատմում միակողմանի, ինքը ուղղակի իրոք վերլուծաբան, այնքան քիչ մարդ մնաց, այսօր Պյատկոնսկուն եմ լսել, ուղղակի սրտ խառնության չափ, այդ ֆեյգին, մեգին, դրանք, այս ինչ ֆեյք եվրեներ է, ֆեյք, ոսես նայում ես, ոչ թե մենակ գիտելիքներով, այլ նույնիսկ պատճառահետևանքային կապը հասկանալու ունակությամբ, սրանց թվում է, Իրանին կերավ, հեսա Իսրայելը ուտելու է, երկու շաբաթ այս պատերազմը երկարի, ես ցավով եմ ասում, այն սիրուն քաղաքը, այնտեղ շատ հետաքրքիր քաղաք է ուղղակի, էլ Թել Ավիվը, ինքը համ հինը կա, համ սուպեր նորը կա, այն հինն էլ է հետաքրքիր, այն նորն էլ է հետաքրքիր, մարդում է որ սիրում է մշակույթ, ես այդ հինն ավելի եմ սիրում, քան նորը, էլի, ցավով իմ այդ ամեն ինչը վերանում է, մի բանի պատճառով, որ Նետանյահուն ուզում է իշխանության մնա, վերջ ուրիշ բան չկա։ Ու քանի որ այդ ռոպագանդան ահավոր թունավոր բան է, բոլորը ազդում է։ Իսկ Թրամփը գիտեք ինչի չի կարողանում հարձակել։ Ոչ թե իրան երկու շաբաթ ապետ մտածելու, չէ։ Այսպես բաներ են տարածում զինվորականները նաև։ Ես չեմ միացել ամերիկյան բանակին, որ ծառայեմ, որ մեռնեմ ու սենց այս հրայի դեմքն է։ Այսպես բաներ կա եւ դիմադրությունը ներսից շատ է։ Այսօր ես մի հատ բան տեսա, ես ուզում եմ անպայման նայես, օրինակ սա ցույց տամ դες։ Of the weekly Substack newsletter, Home and Away. Richard, the president is certainly right about one thing. Things can change very quickly. But on one hand, he says open to talking to the Iranians. On the other hand, we're hearing from at least one Israeli leader, the Ayatollah can't continue to exist. Where are we as you see it? Well, clearly, the United States and Israel may not be on the same page. The president's right to want to keep diplomacy open. If you can get all you want through diplomacy, you would be nuts to go to war. So the real question is, what are we prepared to offer? What are the Iranians prepared to accept? I think that has to play out. The threat of force increases the odds it'll work. Let me say something about what the Israeli defense minister is saying, because it's truly misguided. If you want to negotiate an end to this war, you've got to do it with the government that is. You can't choose the other government. Այստեղ ուզում եմ կանգնեմ։ Նախ ասում ինչ պատահեց, բանակցություններ գնում, որտեղ ենք հիմա, ինչ եղավ, ո՞ս եղավ։ Դե ասում է Պրեզիդենտ Թրամփը կարող է այս ամեն ինչը լուծել բանակցություններով, դա լուծվող էր, որովհետև բանակցություններ գնում էր, հա։ Բանակցություններ կար։ Եվ ասում է փաստացի Իսրայելի պաշտպանության նախարարը ստել է բոլորին։ Ստել։ Սանք արդեն 20 տարի է, եւ կարող է 15 առնվազն, խոսում են, որ վաղը չեմ իսորը, հեսա ստեղծեցին, զենքը ստեղծեցին, երկու շաբաթ է մնացել, 3 շաբաթ է մնացել, 15 տարուց ավել է, ամեն օր այս խոսակցությունը կա։ Հիմա վերցեցին հարմար առիթեր, Թրամփը չասեց պաշտոնական այո, բայց 20,000 հրթիռներ ուղարկեց, որ վերջո Նետանյահուն կարողանա շարունակի պատերազմը, որովհետև պատերազմը սկսելուց հենց հաջորդ օրը արդեն նշանակված էր իր դատական լսումը հետաձգվեց այս վերջի պատերազմը սկսելու հաջորդ օրը։ Պատկերացնում եք, սա եթե չսկսել այդ օրը կրակոցները, հաջորդ օրը ինքը պետք է գնա դատարան։ Կոմիսիա ստեղծվել է հոկտեմբերի 7-ի իր այդ հանցագործությունները քննել։ Ոնց եղավ, որ մապեդով մարդ որ կարողանում է հազարավոր կիլոմետրների վրա տարածքացնի ամբողջ Իրանն ու Բեյրութը Պեջերներ օպերացիան, ոնց եղավ, որ երկիրը գտնվեց այդ վիճակում։ Այդ կոմիսիան էլ է ստեղծվել, դա պետք է քննի, զեկույց ներկայացնել, որովհետեւ այս ամեն ինչը փրկելի է, սկսել է պատերազմ։ Ու այս մարդը էս է ասում։ Հա, լսենք։ Second of all, we don't want to start normalizing assassinations. The United States doesn't want to, Israel doesn't want to. Ասում եմ, երկրորդը մենք չենք ուզում նորմալացնել մարդասպանությունը։ Այն ինչ սկսել է Իսրայելը, դա մարդասպանություն է։ 14 հատ մենակ 14 կներեք հատ եմ ասում։ 14 մենակ գիտնական է սպանել բարձրագույն կրթությամբ։ Բարձրագույն որակի գիտնական։ Հիմա գիտնականի գործն է։
ինքը մարդ սպանող չի։ Իրանք սպանել են ու դանով բան են անում, հպարտանում է, որ իրենք 14 գիտնական են սպանել։ Ամեն մի գիտնականին գիտնական ստեղծելու կրթելու համար ինչքան ժամանակ ու ծախսապետ։ Քանի հազար հոգի պետք է անցնի գիտությունով, որ 14 գիտնական մնա, որը կարողանա այդ աստիճան բարձր տեխնոլոգիաների վրա աշխատել։ Իսկ սրանք դրանց սպանելու համար ուրախ են ու հպարտանում են դրանով։ Thirdly, it's naive about Iran. Do they think that the next leader of Iran is going to be some Thomas Jefferson speaking Farsi? That's preposterous. So Եվ ասում ամենահիմար բանն է, որ այնքան նայվ են ասում, որ մտածում են, որ Խոմեյնիին սպանեցին, հաջորդը գալել է միած սուրբ։ Հաջորդը գալել է միած սուրբ, ասում որ պետք է հասկանալ մի բան, Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակը երբեք չէր իշխանափոխությունը։ Իշխանափոխությունը դա իրաց խնդիրն է։ Լավ ավատ է այս իշխանությունը պետք է այդ աշխատել։ Սրանք են տեսան չկարողացան այդ իրանց ուզած անել, ֆրացեցին, ֆլիպանեցին, մենք այնտեղ իշխանություն ենք ուզում փոխենք, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարող սկսի պատերազմ իշխանափոխություն անելու համար, սա նոնսենս է։ Այս ամեն ինչը քննարկվում է, ինչքան էլ էս հաղորդավարին այն հրեական ոճով ուզեցավ տակից խաղալ, տակից սեղմել, բայց իրանք ոնց որ վտանգ են ներկայացնում իրանցից, իրանք բաներն ասեց, չէ, աղջիկ ջան ասեց։ Ինչ վտանգ, այդ մարդիկ միշտ բաց են եղել, բանակցությունների հիմա էլ բաց են։ Բանակցությունն ասում են կրակը դադարեցեք, էլի արեք նայեք։ Հակառակ մենք իրան մոտ կալում ենք նայենք, Իսրայելի մոտ չենք կալում նայենք, իրան մոտ ամեն ինչ փակ։ Եվ հիմա Իսրայելում փակ է նաև բոլոր տեսակի ինֆորմացիոն արտահոսքերը։ Արտասահմանյան լրագրողներին արգելում են որևէ ինֆորմացիա ներսից փոխանցել։ Գիտեք ինչի՞։ Դա մեն ասում 2 շաբաթ էլ եթե շարունակվի, Թել Ավիվի կեսը կարող գնա։ Որ հանկարծ չիմանան, որ իրանց մոտ ինչա կատարվում, ինչ կարգի կորուստներ ու կոտորածներ ա գնում։ Սա ուրախանալու բան չի։ Թել Ավիվը փոքր քաղաք է։ Թեհրանի հետ համեմատած շատ փոքր քաղաք է Թել Ավիվը։ Եվ բնակչությանով, եւ տարածքով, նույնիսկ եմ ասում, Թեհրանը Իսրայելից մեծ է։ Գանք Ադրբեջանին։ Տեսնենք Իրանի իրանական վերլուծաբաններն ինչ են ասում Ադրբեջանի մասին։ Իրանցի քաղաքագետ Սալար Սեյֆը հայտարարել է, որ Ալիևի ռեժիմը դերակատարում է ունեցել Թավրիզի ռմբակոծության մեջ։ Ըստ նրա, Ադրբեջանը թույլ է տվել ռադարային վերահսկողության խախտում Կաբալայի ռադիոտեխորոշիչ կենտրոնում, որը հանձնել է Իսրայելի կառավարմանը։ Նա պնդում է, որ Թավրիզի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքեր են արձակվել Նախիջևանից եւ Ղարաբաղից։ Ըստ Սալար Սեյֆի, Ադրբեջանը դիվերսիոն գործակալների ձեռքով Թավրիզում իրականացրել է լրտեսական եւ հետախուզական գործունեություն։ Վերջ, այնա ինչը մեզ պետք է։ Մեզ պետք է իմանալ, սա իրանք եմ գիտեն, ես ասում եմ, չէ, որ հնարավոր չի իրանք չիմանան եւ իրանք գիտեն հարապատիկ ավելի շատ, քան մենք մեր մտքով նույնիսկ կարող է անցնի։ Ու այս պատկերազմի շարունակությունը ձգձգվելը եւ ել չեմ ասում ոչ Իսրայելի օգտին ավարտը, սա մահացու վտանգ է բանի Ադրբեջանի համար։ Իսկ հիմա լսենք Իսրայելի նախնի վարչապետն ինչ ասում։ And how it's been conducting this war is not new. You have been outspoken on that front for many months now. But going to this level and saying that Israel is in fact committing war crimes is something entirely different. I want to read from your piece. You said, what we are doing in Gaza now is a war of devastation, indiscriminate, limitless, cruel, and criminal killing of civilians. We're not doing this due to some disproportionate outburst by some soldiers in some unit. Rather, it's the result of government policy, knowingly, evilly, maliciously, irresponsibly dictated. Yes, Israel is committing war crimes. Նախկին վարչապետն ասում է, ինչ որ մենք անում ենք Գազայի տարածքում, արել են Գազա տարածքում, դա ռազմական հանցագործություն է, դա ցեղասպանություն է, ու ամենավատ բառերով, սա ցեղասպանություն է։ So what has changed in your view, and why are you speaking out publicly and globally now? Ասում եմ, ինչն է փոխվել եւ ինչու է հիմա այս մասին ցած բարձր խոսում է բոլորի համար։ Well, as you said before, I've been speaking for a long period of time, and I criticize the Israeli government and particularly the lack of any vision about what comes next. What are we going to do in order to end the war, release the hostages,
and start to move towards some kind of a political horizon that will start perhaps a process that will end the military confrontations. Ուսման ինչպես ասացի, ես միշտ խոսացել եմ եւ քննադատել եմ ու ամենաբանը կարևորը ոչ մեկ չի ասում եւ չի պատկերացնում որն է լինելու հաջորդը, որը այս ռազմական հանցագործություններից որն անելու հաջորդը, հա, ինչ պետքա էլ անի։ Մենք ասում ենք, որ ռազմական հանցագործությունները իրականացնել որպես երկիր, մարդկանց սովետ մատնել, դա է ցեղասպանության տեսակա։ Ամբողջ հարցը, եթե Իսրայելը չի ընդունում էսի, որն անելու հաջորդը, այլ որ երկրի նկատմամբ նույն բաներն անելու։ Ես հատուկ եմ էսի ցույց տալի, որովհետև զգում եմ, որ ընդհանուր հрьяաների նկատմամբ շատ բացասական երևի դա մալ հիմքեր էլ կա, բայց այս կարգի մարդիկ էլ կան, նայեք։ Սա զինվորներն են, ու անցորդները արձակվում են մեղադրելով զինվորների վրա, որ իրենք են մեղավոր այս ամեն ինչի համար։ Այս երեխեքին, որ ես նայում եմ, իրոք մեղքս գալիս են, որտեղ իրենք են պրոպագանդայի զոհ։ Իրոք, երևի իրանք հիմա հավատում են, որ իրանք մեծ սուրբ գործ են անում։ Երևի իրանք համոզել են, որ իրանք իրավունք ունեն ցանկացածի սպանելու։ Մարդ ի ծնե մարդասպան չի ծնվում։ Դարձնում են, դաստիարակում են, քարոզում են։ Ոնց որ հիմա ասենք Ադրբեջանում են քարոզում, որ անպայման պետք է հայ սպանես։ Ոնց կարելի է հայ չսպանել։ Հային հենց մենակ պետք է սպանել։ Ու այս ատելության քարոզը, որ եղել է պարբերաբար Իսրայելում, զինվորների միջավայրում, սա բանա քաղտեխնոլոգիա է, եւ Ադրբեջանում չի կարող իր սարսափելի արդյունքները չտա։ Հիմա այս երեխեքին, հիմա մալ երեխեք են, ասենք իմ երեխեքի տակ տարիքի երեխեք են։ Ես չեմ կարող մեղադրել, որ հասկանում եմ որտեղից է գալիս։ Հիմա իրանք անկեղծ սրտով երբ պատկերացնում են ու վստահ են, որ իրանք իրենց երկիրն են պաշտպանում։ Ինչի՞ց, որովհետև Իրանը կարող է գալ իրենց ոչնչացնել։ Նա դուզում եմ հարցնել մեր ընկերներ, մենակ ձեր պատմությունը նայեք։ Առնվազն գոնե վերջի 50 տարվա։ Տեսեք, դուք քանի պատերազմ եք արել։ Դուք քանի հոգի եք սպանել, մեկ էլ Իրանի պատմությունը նայեք։ Որպես երկիր, քանի հոգի ինքը, քանի հոգու վրա ինքը հարձակվել, վերջին, ասենց ասեմ, վերջին մի 200 տարվա մեջ առնվազն գոնե։ Նա դիակ արտաքին քաղաքականությունը նայեք ու ձերը նայեք։ Բայց իրենց չեն նայել, որտեղ անպայման կասեն, անպայման կգտնեն ասելու բան, իրենց էական չի։ Իրենց որ ասես այդ գազանը չի, ավիրեցիք, սպանեցիք այդ մարդուն, պետք է ասեն, այն փոքրն էլ, որ մեծացավ, քրակյորը մեր վրա, դա որ սպանում։ Իրանք չեն ասի ինչի է էսի, որ այդ մարդկանց տնից տեղից են կտրել, հողն են խլել, երկիրն են վերցրել, գետոյի նման են իրանք սպանում, գետո։ Բան, բաց երկին գիտեք, բանտ։ Իրանք էլ չեն ասի։ Չեն ասի, ասեն էսի նորմալ է, բաս էս պետք է լիներ։ Բա մի կարա աստծուն տապած ազգն են, բաս էս պետք է լինի։ Ընդելո չինացիներն էլ են այդ մասին իրանք այդ կարծիքին, որ իրանք էլ են աստծու տված։ Բայց գոնե ագրեսիվ չեն, այսքանով մեր բախտը բերել են։ Վերադառնանք Հայաստան։ Այս մի քիչ կոպիտ եմ ասելու, հա, առանց հայոյանքի, բայց կոպիտ։ Կարող եք ասել, դες այո, կասեք ինչու չեք վստահում։ Ինչպես կարելի է հիմարին վստահել։ Դա մեկ եւ երկրորդը։ Ես չգիտեմ ինչու մեր ժողովուրդը մինչեւ հիմա դրա հարցին ընդունում է որպես առաջի տիկին։ Նա նրա հարցն է։ Իսկ հարցերին երբ են առաջի տիկին ասել։ Ոչ մի անգամ նա հիմար է մեր Փաշինյան կոչեցյալը, որովհետեւ ոչ մի անգամ այս առաջի օրվանից մինչեւ այսօր ոչ մի լավ բան չարել ժողովրդի համար։ Էլ ինչ ասեմ։ Եթե ասեմ շարունակությունը, ես վախենում եմ, որ հանկարծ կարողաց այս վնասներ հասնի, դրա համար ավելի լավ է կարճ կապել։ Ուղղակի բավական է, որ իմաց բոլորս գիտեն, որ նա հարճ է, ինքն էլ գիտի, որ նա հարճ է,
ինքն էլ գիտի որ ոչինների մեջ է մեծացած ուրիշներին ասવા ոչ լոտ մենք բոլորս էլ գիտենք նա 14 տարեկանից որտեղ ա եղել ինչերով ա զբաղվել ում հետ որ զբաղվել ա ինքը թող հարցնի ինձ էլ կհիշի հարցը ինձ էլ կհիշի որտեղ գալիս են այն տեղերը որտեղ ոչ ես եղել եմ Հայաստանը դες փոքր քաղաք է Հայաստանում հնարավոր չի մի բան գաղտնիք պահել հնարավոր չի Օրինակ ինչն է հեքիաթ Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան բանավեճին հետևում եք Այո Ինչ եք հասկանում Սերժ Սարգսյանը հեքիաթ է պատմում Օրինակ ինչն է հեքիաթ Խզոր ուժերը բավական է որ էլ չծավալվեն Սահմանադրությունում չկա տենց կետ որ հզոր ուժերը պիտի ասեն ու երկիրը 10 այդ երկրի ամենավերջի գյադու Սկամբան ով կարա Տանասունը Նալին Սիմոնյանին ճանաչում եմ Աղդամում իրանք թողինքը լսի որ իր աստունը եղել է Աղդամի բանկոմատի հետևի 7-րդ տունը ինքն ընդեղացնվել իրանք սերունդը իրան արյունը թուրքական արյուն իրան արնի մեջ կա որ ինքը թուրք ոչ թե թուրք այլ թուրք արյուն ես չեմ կարող ասել դրա համար էլ ինքը հայ ազգի չի սիրում Սես բաներ կա փաստորեն Հատել այն եզրագիծը որ ոչ մի բան մեկնաբանելու կարիք չկա ուղղակի պետք է ամեն ինչ անել իրան հեռացնել թե իշխանությունից թե հիշողությունից թե երեխաների ապագայից որևէ ձևով որ այդ մարդը արդեն լուրջ բուժման կարիք ունի ու ցավոք սրտի ինքը իզոլացված չի փակ չի ինչ-որ միտեղ այլ մենք ամբողջ օրը զբաղված ենք նրանով իր խոսքի, իր գործողությունների հետևանքները ինչ-որ ձևով փորձելով հասկանալով ինչը ճիշտ չի։ Մենք սպասում ենք այն գեղեցիկ օրվան, երբ որ երևի վերևից միջամտությամբ կամ ոնց դրա վերջը կտրվի շուտով։ Իհարկե շատ վատ ենք վերաբերվում այդ ռևիզիոնիստական բոլոր պնդումներին, որը որ ի սկզբանե թուրքական ադրբեջանական թեզեր են։ Ժողովուրդ ուղղակի տեղյակ չի։ Եթե հետևի ուղղակի Փաշինյանը իրենց զինվորն է, շախմատի պեշկան է, որը որ իրանց ասածները ստեղ կրկնում է, անտեղյակ մարդիկ լուրջ թեզերի տեղ են ընդունում, մեկնաբանում են սա ասենց ասեց, սա մեծ ասեց, իրականում ոչ մի նոր բան չի ասել, հակահայկական թեզեր է, հակապետական Խորհրդարանում Մակարդակը երեք չի անում, բալես։ Կիրթ մարդը մամաս մի լավ խոսք ուներ, ասում էր գիտունին գերի եղի, անգետին սիրելի մի եղի, որովհետև անգետը ոչ քեզ կգնահատի մեռնեմ ջան, ոչ է կհասկանա քո մտածելա, որտեղ կրթություն չունի, գրագիտություն չունի։ Այդ դրա համար էլ անգրագետ մարդից ինչ ես ուզում։ Վնասից բացի նավոքուտ երբեք չի տա։ Երբեք։ Ինձ ասեք էլի Իմ ճանաչած հայ ժողովուրդը սա է որ գիտելիք է գնահատում գիտուն մարդ է գնահատում լապիրշություն չի գնահատում իմ ճանաչած հայ մարդը սա է ինձ ասեք էլի ես ճիշտ եմ թե ես ուտոպիաների մեջ եմ Փաշինյանի կառավարությունը կարող է $5 միլիարդ արհեստական բանականության գործարան կառուցել Փաշինյանի անունը իմ մոտ մի տվեք Կարճ, մարդիկ է չգիտեն ինչ ասեն։ Նիկոլ Փաշինյանի հետ Որցնորից այդ աղբը դրանից ավելի գայթակղիչ է դարձել։ Այն մարդը այդ աղբի մասին մի հարցրու նովանը։ Բոլորի մոտ նույն պատասխանն է։ Ինչպես խոստացել էի վերջում, քանի որ նոր է դրա հաղորդումը սկսելուց առաջ, 1 ժամ է երևի անցել կամ նենա գրած է բանավորը 1 ժամվա մեջ 354 քվ ուրեմն 16%-ի կարծիքով Նիկոլ Փաշինյանի գործողությունը բխում է Հայաստանի շահերից 74%-ի կարծիքով 74%-ի բխում է Թշնամու շահերից
10%-ներ կարծում եմ, որ նա հիվանդ է։ Սա ընդամենը 354, դե մի ժամվա մեջ 354 քիչ չի, ես վստահ եմ, որ միջև իմ առավոտ, ասիկան Երևանում կլինի արդեն երեկո, կունենանք մի քանի հազար մարդու մասնակցություն եւ ավելի հստակ ունենանք պատկերը, բայց փորձը ցույց է տալի հետեւյալը, որ այս թվերը չի փոփոխվում։ Մասնակցությունը կարող է մեծանալ, բայց համամասնությունը 1-2% տարբերություն է տալի։ Ես նորից կրկնում եւ պնդում եմ Փաշինյան Նիկոլը զրոյական վարկանիշն է, այսինքն 16%, եթե սա մաքսիմումն է, միջև առավոտ կիջնի անպայման 7%, կարող է 10%, թեկուզ եթե նույնիսկ մնա 16%, Հայաստանի նման երկիր այս վիճակին գցելու համար ու սենց պահելու համար 16%-ով չես կարող, ուղղակի չես կարող։ Իսկ ես չասեմ, այն 10%-ն որ ասում եմ, սա հիվանդ է, էլի իր կողմից չի։ Իրան ոտքից գլուխ, եթե էսենց վերցնենք, մաքսիմում էս 16%, ինչ է։ Սա իրական պատկերն է։ Հիմա Փաշինյան Նիկոլ, այն որ ասում էր գնալու եմ Անկարա, պարոն Էրդողանի ասածներն ընդունելու եմ, զիջումների եմ գնալու, ստորագրելու եմ, եւ իմ ասում եմ ստորագրելու եմ, եւ իմ լեգիտիմությունը 26 թվականի ընտրություններով ինքը հուսով անես մի հատ կեղծի 26 թվականի ընտրությունները, որ ասի, դե ժողովրդին հետ համաձայն էր, խաղաղություն են բերել, տվեցինք ամեն ինչ, խաղաղ ապրում ենք։ Իրա ուզածը սա է։ Եթե այդ բաներից հետո ժողովուրդը չպայթացնի, որի պարագայում պատրաստ կա Սամվել Կարապետյան, Կարեն Կարապետյան թիմը հետևում կանածը, ամեն ինչ սենց սցենարով սիրուն գրված է։ Տեսնենք սա միջև ուր է, ինչքան է շիկացնելու, ինչքան է զիջելու եւ հա ժողովուրդը ինչքան պետքա հանդուրժի։ Ամեն ինչ մեր ձեռքում է, ամեն ինչ։ Ու մեր կոնկրետ գործողություններից է կախված, մենք որ կողմ կգնանք։ Անդուտ, թե կողք։ Ասենք չկոտորվելու ճանապարհով։ Իսկ եթե մի քիչ համարձակ ու ինքնավստահ լինենք եւ մեր արժեքներին հավատարիմ, ոչ կողք, ոչ